15 տարի։ 15 տարի այս կինը ամեն առավոտ արթնանում էր ստամոքսի ցավով։ 15 տարի նա վախենում էր տնից դուրս գալ առանց մի բուռ դեղահապերի պայուսակում։ 15 տարի բժիշկները ձեռքերը թափ էին տալիս ու նոր դեղեր գրում։ Իսկ հետո ընդամենը 1 ամիս, ընդամենը 1 ամիս։ Եվ նա զանգեց ինձ աչքերին արցունքներով, բայց դա ուրախության արցունքներ էին։ Ինչ էր պատահել։ Հիմա կպատմեմ։ Բարև ձեզ սիրելիներս։ Ես Անահիտ եմ, ես բուժքույր եմ։ Հիմա ես կփոխանցվեն իմ բժիշկ Գայանե Մկրտչյանի խոսքերը։ Նա գաստրոենտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 34 տարի մարդկանց է բուժում։ Գնացինք։ 34 տարի տեսնում եմ, թե ինչպես են հիվանդները տարիներ շարունակ շրջանաձև շարժվում։ Մի մասնագետից մյուսը, մի դեղահապից մյուսը։ Եվ գիտեք ինչ եմ հասկացել այս տարիների ընթացքում։ Ամենապարզ լուծումները հաճախ ամենաարդյունավետն են։ Բնությունն արդեն ամեն ինչ մտածել է մեզ համար։ Պարզապես պետք է իմանալ որտեղ փնտրել։ Բայց վերադառնանք այդ կնոջը։ Նրա անունը Աստղիկ է, 67 տարեկան է։ 2 տարի առաջ եկավ ինձ մոտ։ Մինչ օրս հիշում եմ նրա դեմքը, հյուծված մոխրագույն խամրած աչքերով։ Նստեց իմ դիմաց ու ասաց. «Բժիշկ, ես այլևս ոչինչի չեմ հավատում։ 12 բժիշկների մոտ եմ եղել, ամեն ինչ փորձել եմ։ Ինձ ասում են, սա տարիքային է, հաշտվեք։ Բայց ես չեմ ուզում հաշտվել։ Ես ուզում եմ թոռներիս հետ խաղալ, ոչ թե յուրաքանչյուր ճաշից հետո պառկած մնալ։ Եվ գիտեք, ես հասկանում եմ նրան, որովհետև ինքս էլ եմ անցել այդ ամենը։ Այո, ես 30 տարվա փորձով բժիշկ եմ, բայց ինքս էլ աղիքների հետ կապված խնդիրներ եմ ունեցել։ Եվ հենց դա ինձ ստիպեց ավելի խոր փորել, փնտրել այն, ինչ չկա դասագրքերում, այն, ինչ գիտեին մեր տատիկները, բայց մենք ինչ-որ պատճառով մոռացել ենք։ Այսօր ձեզ կպատմեմ 3 թթու ֆերմենտացված ապրանքների մասին, որոնք վերականգնում են աղիքները առանց մեկ դեղահաբի, առանց կողմնակի ազդեցությունների, առանց դեղատոմսերի եւ դեղատան հերթերի։ Այս ապրանքները կոպեկներ արժեն, կարելի է տանը պատրաստել կես ժամում, իսկ արդյունքը կզգաք արդեն 1 շաբաթից, բայց ես պարզապես բաղադրատոմսեր չեմ տալիս։ Ցանկացած բաղադրատոմս կարելի է գտնել ինտերնետում։ Ես ձեզ կբացատրեմ ինչու է դա աշխատում, ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմի ներսում, ինչպես ճիշտ պատրաստել եւ օգտագործել այդ ապրանքները առավելագույն էֆեկտի համար։ Եվ կպատմեմ այն սխալների մասին, որոնք թույլ են տալիս մարդկանց 90%-ը, եւ հենց դրանց պատճառով թթու բանջարեղենը կամ չի աշխատում, կամ նույնիսկ վնասում է։ Եվ ահա թե ինչն է կարևոր։ Ես ձեզ կպատմեմ 3 ապրանքի մասին, բայց երրորդն ամենահզորն է։ Հենց նրան եմ թողել վերջում։ Հենց նա է օգնել Աստղին։ Հենց նրա մասին է քիչ մարդ գիտի, թեև այն կա յուրաքանչյուր խանութում։ Եթե դիտեք մինչև վերջ կիմանաք այդ գաղտնիքը, եւ հավատացեք, դա կփոխի ձեր պատկերացումները աղիքների առողջության մասին, բայց ամեն ինչ կերթականությամբ։ Իդեպ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, արեք դա հենց հիմա։ Սեղմեք զանգի վրա, որպեսզի չկորցնեք նոր տեսանյութերը։ Ես կանոնավոր կերպով պատմում եմ պարզ ու հասանելի ձևերով առողջ մնալու մասին, առանց թանկ դեղերի եւ բարդ պրոցեդուրաների։ Մենք արդեն մեծ ընտանիք ենք։ Միացեք եւ անմիջապես մեկնաբանություններում գրեք 1 բառ՝ առողջություն։ Գրեք, եթե դուք եք ուզում մեկ ընդմիշտ կարգի բերել մարսողությունը։ Գրեք, եթե հոգնել եք փքվածությունից, ծանրությունից, փորկապությունից կամ այլ խնդիրներից։ Ինձ համար կարևոր է իմանալ, որ ես զուր չեմ անում, որ ձեզ դա պետք է, որ դուք ինձ հետ եք։ Եկեք ազնվորեն խոսենք այն մասին, ինչի մասին ընդունված չէ խոսել։ Աղիքների, մարսողության, այն մասին, թե ինչ է կատարվում մեր մարմնի հետ 50 տարեկանից հետո։ Գիտեք ինչ եմ լսում ամեն օր հիվանդներիցս։ Բժիշկ, ես արդեն վախենում եմ ուտել։ Ցանկացած կերակուրից հետո որովայնս դառնում է թմբուկի պես։ Բժիշկ, արդեն 1 շաբաթ է չեմ կարողանում նորմալ զուգարան գնալ։ Թույլ տվող դեղեր եմ խմում մեծ քանակությամբ, չի օգնում։ Բժիշկ, ես մշտական հոգնածություն ունեմ։ Քնում եմ 10 ժամ, բայց արթնանում եմ կոտրված։ Բժիշկ, մաշկս մոխրագույն է դարձել, մազերս են թափվում, եղունգներս շերտավորվում են։ Ինչ է ինձ հետ կատարվում։ Եվ գիտեք ինչն է միավորում բոլոր այս բողոքները։ Աղիքները։ Հիվանդ, հյուծված, սխալ բակտերիաներով լցված աղիքները։ Հիմա պարզ բառերով կբացատրեմ, առանց բժշկական տերմինների։ Պատկերացրեք մի այգի, գեղեցիկ, ծաղկող այգի, որպեսզի այն ծաղկի, հողում պետք է ապրեն օգտակար միկրոօրգանիզմները։ Նրանք վերամշակում են պարարտանյութերը, պաշտպանում բույսերին հիվանդություններից, օգնում նրանց աճել։ Եթե այդ միկրոօրգանիզմները քիչ են կամ ընդհանրապես չկան, այգին թարամում է։ Մոլախոտերը գրավում են տարածքը, բույսերը հիվանդանում են, բերք չի լինում։ Ձեր աղիքները նույնպես այդպիսի այգի են։ Ներսում ապրում են տրիլիոնավոր բակտերիաներ, տրիլիոնավոր։ Սա ավելի շատ է, քան աստղերը մեր գալակտիկայում։ Եվ հենց նրանից է կախված, թե ինչ բակտերիաներ են, օգտակար թե վնասակար, ձեր ամբողջ կյանքը, մարսողությունը, իմունիտետը, տրամադրությունը, էներգիան, նույնիսկ քաշը։
Երբ օգտակար բակտերիաները շատ են, դուք հրաշալի եք զգում։ Ենթադրենք սնունդը հեշտ է մարսվում, որովայնը չի ցավում, աթոռը կանոնավոր է, մաշկը փայլում է, էներգիան հեղեղում է։ Երբ օգտակարները քիչ են, իսկ վնասակարները շատ, սկսվում են խնդիրները՝ փքվածություն, գազեր, փորկապություն կամ լուծ, ծանրություն ուտելուց հետո, այրոց, հոգնածություն, վատքուն, հաճախակի մրսածություններ, նույնիսկ դեպրեսիա։ Այո, գիտնականները ապացուցել են, սերոտոնինի երջանկության հորմոնի 90%-ը արտադրվում է հենց աղիքներում, ոչ թե գլխում։ Հետևաբար, երբ աղիքների հիվանդ են, ձեզ վատ է ոչ միայն ֆիզիկապես, այլև էմոցիոնալ առումով։ Իսկ հիմա ազնվորեն ասեք ինձ, ինչպես եք սնվում։ Սպիտակ հաց, երշիկ, թխվածքներ թեյի հետ, գուցե ֆասթ ֆուդ, երբեմն կիսաֆաբրիկատներ, որովհետև ժամանակ չկա պատրաստելու։ Ես չեմ դատում, Աստված հեռու պահի։ Ես ինքս երբեմն թույլ եմ տալիս։ Կյանքն այդպիսին է։ Մենք բոլորս հոգնում ենք, շտապում ենք, երբեմն ընտրում ենք ավելի հեշտ է։ Բայց ահա թե որն է խնդիրը։ Այդ ամբողջ սնունդը մեռած է։ Դրանում ոչ մի կենդանի բակտերիա չկա, ոչ մի ֆերմենտ, ոչ մի այն բան է, ինչ պետք է աղիքներին առողջ մնալու համար։ Եվ դեռ հակաբիոտիկները։ Քանի անգամ եք կյանքում հակաբիոտիկներ խմել։ 5, 10, 20։ Ամեն մի կուրս հակաբիոտիկներ, սա կարծես ձեր աղիքների վրա գորգային ռմբակոծություն լինի։ Մահանում են բոլոր բակտերիաները, եւ վնասակար, եւ օգտակար։ Իսկ հետո դրանք վերականգնվում են տարիներով, եթե ընդհանրապես վերականգնվում են։ Եվ ստրեսը, մշտական ստրեսը, նյարդերը, անհանգստությունները երեխաների, թոռների, երկրի, փողի, առողջության համար։ Ստրեսը բառացիորեն սպանում է օգտակար բակտերիաներին։ Սա գիտական փաստ է։ Ահա թե ինչպես է ստացվում։ 50 տարեկանին հասնելով մարդկանց մեծ մասի աղիքները նման են լքված, մոլախոտերով ծածկված այգու, եւ ոչ մի դեղահապ դա չի կարող ուղղել։ Իդեպ դեղահապերի մասին ազնվորեն խոսենք։ Ձեզ հաստատ գրել են պրոբիոտիկներ, այդ թանկարժեք կապսուլները, որոնք արժեն 2000, 5000, 10000 դրամ մեկ փաթեթի համար։ Խմեք մեկ ամիս կլինի ավելի լավ։ Խմեցիք։ Ինչ եղավ։ Ես ձեզ կասեմ ինչու չի օգնել, որովհետև այդ կապսուլների մեծ մասի բակտերիաները մահանում են ստամոքսում, նրանք չեն հասնում աղիքներ։ Դուք փող եք վճարում մեռած բակտերիաների գեղեցիկ փաթեթավորման եւ գովազդի համար, իսկ այն փոքր քանակությունը, որ հասնում է, կաթիլ է ծովում։ Որպեսզի իսկապես բնակեցնեք աղիքները օգտակար բակտերիաներով, պետք են միլիարդավոր, հարյուրավոր միլիարդավոր։ Ոչ մի կապսուլ այդքան չի տալիս։ Եվ հենց այստեղ էլ բեմ են դուրս գալիս նրանք՝ թթու, ֆերմենտացված ապրանքները։ Թթվեցումը, ֆերմենտացիան, հնագույն միջոց է սննդամթերքը պահպանելու համար, հազարամյակների պատմություն ունի։ Մեր նախնիները թթվեցրել են կաղամբ, վարունգ, լոլիկ, խնձոր եւ չեն իմացել մարսողության խնդիրներ։ Նրանք չեն ճանաչել դիսբակտերիոզ բառը, չեն կուլ տվել դեղահապերի բուրբուր։ Պարզապես ուտում էին այն, ինչ տալիս էր բնությունը։ Ինչ է կատարվում թթվեցման ժամանակ։ Օգտակար բակտերիաները, լակտոբակտերիաները, սկսում են բազմանալ, դառնում են միլիարդավոր, տրիլիոնավոր։ Մեկ ճաշի գթալ թթու կաղամբում ավելի շատ օգտակար բակտերիա կա, քան ամենաթանկ պրոբիոտիկի մեկ ամբողջ փաթեթում։ Եվ այդ բակտերիաները կենդանի են, ակտիվ, պատրաստ աշխատելու։ Երբ դուք ուտում եք թթու բանջարեղեն, դուք ձեր աղիքները բնակեցնում եք օգնականների բանակով։ Նրանք դուրս են մղում վնասակար բակտերիաներին, կարգավորում մարսողությունը, ամրացնում իմունիտետը, նույնիսկ վիտամիններ են արտադրում։ Այո, լակտոբակտերիաներն ինքնուրույն արտադրում են B խմբի վիտամիններ եւ վիտամին K, անմիջապես ձեր ներսում։ Հիշում եք աստղիկին, այն կնոջը, որով սկսեցի։ Երբ նա եկավ ինձ մոտ, ես չգրեցի նրան հերթական դեղերը։ Ասացի, եկեք փորձենք այլ կերպ։ Եկեք տանք հնարավորություն մեր օրգանիզմին։ Ես նրան տվեցի 3 բաղադրատոմս, 3 պարզ թթու ապրանքների եւ խնդրեցի ամեն օր ուտել 100 գրամ, ընդամենը 100 գրամ։ Դա 5-6 ճաշի գթալ է։ Ժամանակ է պահանջում 1 րոպե։ Առաջին շաբաթը ոչինչ առանձնահատուկ։ Նա նույնիսկ զանգեց ինձ, տխուր, բժիշկ չի աշխատում։ Ես ասացի, սպասեք, ժամանակ տվեք։ Ձեր աղիքները 15 տարի հիվանդ են եղել, 1 շաբաթում չի բուժվի։ Երկրորդ շաբաթը նա նկատեց, որ փքվածությունը նվազել է, որովայն այլևս չի փչվում ինչպես գնդակ ճաշից հետո։ Երրորդ շաբաթը աթոռը կանոնավոր դարձավ։ Առաջին անգամ շատ տարիների ընթացքում նա դադարեց խմել թույլ տվող դեղեր։ Չորրորդ շաբաթը նա զանգեց ինձ, լաց էր լինում, ասում էր չեմ հավատում։ Առավոտյան արթնացա եւ հասկացա, ոչինչ չի ցավում, ընդհանրապես ոչինչ։ Ես մոռացել էի, թե ինչ է նշանակում արթնանալ առանց ցավի։ Եվ գիտեք նա էլ ինչ ասաց։
Ես առաջին անգամ 5 տարվա ընթացքում գնացի ամառանոց։ Ամբողջ օրը անցկացրի թոռների հետ, խնձոր հավաքեցինք, եւ ինձ պետք չէր ամեն կես ժամը մեկ զուգարան փնտրել։ Ես պարզապես ապրում էի ինչպես նորմալ մարդ։ Հենց այդպիսի պահերի համար եմ աշխատում։ Հենց այդպիսի պահերի համար։ Հիմա ես մանրամասն կպատմեմ ձեզ յուրաքանչյուր ապրանքի մասին, կտամ ճշգրիտ բաղադրատոմսեր, կբացատրեմ բոլոր նրբությունները, կպատմեմ տիպիկ սխալների մասին։ Առաջին ապրանքը՝ հատուկ թթու կաղամբ, բայց ոչ այնպիսին, ինչպես դուք սովորեք։ Առանց մի գրամ աղի։ Այո, չեք սխալվել, առանց մի գրամ աղի։ Եվ սա սկզբունքորեն կարևոր է։ Ինչու՞։ Հիմա կբացատրեմ։ Երկրորդ ապրանքը՝ ֆերմենտացված բանջարեղեն, գազար, պղպեղ, ծաղկակաղամբ։ Միասին նրանք աշխատում են որպես թիմ, ուժեղացնելով միմյանց գործողությունը։ Երրորդ ապրանքը ես վերջում եմ պահել։ Սա իմ գաղտնի զենքն է, հենց այն է օգնել։ Եթե դիտեք մինչև վերջ, կիմանաք։ Իսկ հիմա գործի։ Պատրաստեք տետրեր, գրիչ կամ պարզապես հիշեք։ Ես շատ մանրամասն եւ հասկանալի կբացատրեմ։ Սկսում ենք առաջին ապրանքից։ Թթու կաղամբ 2 հավելումներով, որոնք կարող են զարմացնել ձեզ։ Հիմա կպատմեմ ինչպես ճիշտ պատրաստել եւ ինչ սխալ է թույլ տալիս գրեթե բոլորը։ Այսպիսով, առաջին ապրանքը՝ թթու կաղամբ։ Հիմա շատերը կմտածեն. ինչ եք պատմում։ Ես ամբողջ կյանքս կաղամբ եմ թթվեցրել, իմ մայրն էլ էր թթվեցնում, տատիկս էլ, ինչ նոր բան կա այստեղ։ Բայց ուշադրություն, հիմա ես կասեմ այն, ինչը կշրջի ձեր պատկերացումները թթու կաղամբի մասին, այն ինչ չգիտեն տանտիրուհիների 95%-ը, որի պատճառով ձեր կաղամբը աշխատում է 10 անգամ ավելի թույլ, քան կարող էր։ Դուք թթվեցնում եք կաղամբը աղով եւ գազարով։ Գուցե ավելացնում եք տափնու տերև կամ սև պղպեղ հատիկներով։ Ճիշտ է, բոլորը այդպես են անում։ Տատիկս այդպես էր անում, մայրս այդպես էր անում, եւ դուք էլ այդպես եք անում։ Դասական բաղադրատոմս սերունդներով ստուգված։ Բայց կան 2 բաղադրիչներ, որոնց մասին ինչ-որ պատճառով մոռացել ենք։ 2 պարզ կոպեկային բաղադրիչներ, որոնք սովորական թթու կաղամբը վերածում են իսկական դեղամիջոցի աղիքների համար։ Մեր նախատատիկները գիտեին այդ գաղտնիքը, իսկ մենք մոռացել ենք։ Սամիթի սերմեր եւ մանանեխի հատիկներ։ Այո, այդպես պարզ։ Մի պտխուն սամիթի սերմեր, մի քանի հատիկ մանանեխ եւ ձեր կաղամբը դառնում է մի քանի անգամ ավելի օգտակար։ Հիմա կբացատրեմ ինչու է դա աշխատում։ Սամիթի սերմերը ոչ միայն համի համար են, դրանք հզոր օգնական են մարսողության համար։ Սամիթի սերմերում կան եթերայուղեր՝ անետոլ, կարվոն, լիմոնեն։ Այդ յուղերն ունեն զարմանալի հատկություն։ Ճնշում են վնասակար բակտերիաները աղիքներում, բայց չեն դիպչում օգտակար լակտոբակտերիաներին։ Հասկանում եք, աշխատում են ինչպես խելացի ֆիլտր։ Վատերին սպանում են, լավերին թողնում են։ Բացի այդ, սամիթի սերմերը հանգստացնում են փքվածությունը։ Հիշում եք ինչպես էին մայրերը նորացիներին սամիթի ջուր տալիս կոլիկների դեմ։ Նույն սկզբունքն է աշխատում նաև մեծահասակների մոտ։ Հիմա մանանեխը։ Մանանեխի հատիկները պարունակում են հատուկ նյութեր՝ գլյուկոզինոլատներ։ Թթվեցման ժամանակ դրանք վերածվում են միացությունների, որոնք խթանում են ստամոքսայութի եւ լեղու արտադրությունը։ Սնունդը ավելի լավ է մարսվում, անհեթանում է ծանրությունը ուտելուց հետո, լյարդն ավելի ակտիվ է աշխատում։ Բայց դա դեռ ամենը չէ։ Մանանեխը բնական կոնսերվանտ է։ Այն չի թույլ տալիս զարգանալ բորբոսին եւ վնասակար բակտերիաներին։ Կաղամբը մանանեխով ավելի երկար է պահպանվում եւ չի փչանում։ Երբ սամիթի եւ մանանեխի սերմերը աշխատում են միասին լակտոբակտերիաների հետ, առաջանում է սիներգիա։ Օգնակար բակտերիաները դառնում են ավելի շատ, վնասակարները ավելի քիչ։ Կաղամբը ստացվում է ոչ միայն համեղ, այլ իսկապես բուժիչ։ Ես ստուգել եմ դա գործնականում։ 30 տարի առաջ սկսեցի սամիթ եւ մանանեխ ավելացնել իմ կաղամբին, եւ գիտեք ինչ, իմ կաղամբը միշտ ավելի լավ է ստացվում, քան ընկերուհիներիսը։ Ճռճռուն, անուշաբույր, հարուստ համով, եւ ազդեցությունը աղիքների վրա բոլորովին այլ է։ Հիմա կտամ բաղադրատոմսը, գրեք կամ հիշեք, ես կբացատրեմ յուրաքանչյուր քայլը։ Այսպիսով ինչա պետք։ Կաղամբ, 1 միջին կաղամբ, մոտ 2 կիլոգրամ։ Վերցրեք ուժ ձմերային կաղամբ, ոչ վաղը, ոչ համարայինը։ Ուժ կաղամբը խիտ է, հյութալի, ճռճռուն։ Դրանում ավելի շատ շաքար կա, նշանակում է բակտերիաներին կա ինչով սնվել։ Վաղ կաղամբը չափազանց փափուկ է, չի տա պահանջվող արդյունքը։ Աղ, 1 ճաշի գթալ փոքրիկ գլխիկով 1 կիլոգրամ կաղամբի համար։ Աղը պետք է լինի։ Այն քաշում է հյութը եւ ստեղծում է բորբոքման միջավայրը, բայց մի չափազանցեք։ Չափից շատ աղով օգտակար բակտերիաները ավելի դանդաղ կբազմանան։ Ջուր, 1 լիտր, սովորական խմելու ջուր, կարելի է ֆիլտրացված, կարելի է շշով, գլխավորն է ոչ ծորակից։ Ծորակի ջրում քլոր կա,
իսկ քլորը սպանում է բակտերիաներին։ Սև պղպեղ հատիկներով 5-6 հատ։ Եվ ահա մեր գաղտնի բաղադրիչները։ Սամիթի սերմեր, 1 թեյի գթալ, ոչ ավելի։ Սամիտն ուժեղ համ ունի, կարևոր է չչափազանցել։ Մանանեխի հատիկներ, կես թեյի գթալ, նույն տեսքիչ։ Մանանեխը պետք է աշխատի, բայց չխախտի կաղամբի համը։ Ամեն ինչ, 6 պարզ բաղադրիչ, ոչինչ բարդ, ոչինչ թանկ։ Հիմա գործընթացը։ Կաղամբը կտրատեք ոչ մանր, ոչ շերտերով, այլ խոշոր։ Կտրեք կաղամբը 4 մասի, հետո յուրաքանչյուր մասը դեռ մի քանի կտորի։ Կտորները պետք է լինեն այնպիսի, որ հետո հարմար լինի պատառաքաղով վերցնել, մոտավորապես մեծ կարտոֆիլի չափ։ Ինչու խոշոր, որովհետև խոշոր կտորները ավելի լավ են պահպանում կառուցվածքը։ Նրանք մնում են ճռճռուն, մանր կտրատած կաղամբը ավելի արագ փափկում է, իսկ մեզ պետք է ճռճռոց։ Պատրաստում ենք լուծույթը։ Եռացրեք 1 լիտր ջուր, ավելացրեք աղը, խառնեք մինչև լիովին լուծվի, թողեք սառչի սենյակային ջերմաստիճանի, սա կարևոր է, ջուրը պետք է լինի ոչ տաք, ոչ սառը, տաքը ինչպես թարմ կաթ։ Տաք ջուրը կսպանի բակտերիաներին, սառը ջուրը կդանդաղեցնի գործընթացը։ Վերցրեք մաքուր ապակե բանկա, ավելի լավ է լիտրանոց կամ 1.5 լիտրանոց։ Հատակին դրեք պղպեղը հատիկներով, սամիթի սերմերը և մանանեխը, հավասարաչափ բաշխեք։ Հետո դրեք կաղամբը, մի խտացրեք, մի սեղմեք, պարզապես դրեք։ Կաղամբը պետք է բավական ազատ պարկած լինի, որպեսզի լուծույթը կարողանա շրջանառվել։ Լցրեք կաղամբը սառած լուծույթով մինչև բանկայի վերևը, ամբողջ կաղամբը պետք է լինի ջրի տակ։ Եթե ինչ-որ կտորներ են լողում, սեղմեք ներքև։ Կարող եք վերևից դնել փոքրիկ ափսե կամ ավելի փոքր կափարիչ։ Փակեք բանկան շղարշով կամ ոչ խիտ կափարիչով, մի պտտեք, բակտերիաներին օդ է պետք աշխատելու համար։ Դրեք բանկան տաք տեղում, իդեալական ջերմաստիճանը 22-25 աստիճան, սա սովորական սենյակային ջերմաստիճան է, և անպայման բանկային տակ դրեք ափսե, բորբոքման ժամանակ լուծույթը կարող է բարձրանալ և թափվել։ Եվ սպասում ենք։ Առաջին օրը ոչինչ առանձնահատուկ չի լինում, ջուրը թափանցիկ է, կաղամբը պարզապես պարկած է, բայց ներսում արդեն սկսվել է աշխատանքը, բակտերիաները արթնանում են։ Երկրորդ օրը ջուրը սկսում է պղտորվել, սա լավ նշան է, նշանակում է բակտերիաները արթնացել են և ակտիվորեն բազմանում են, հայտնվում են պղպեճակներ։ Վերցրեք փայտե փայտիկ կամ շամփուր և մի քանի տեղերում ծագեք կաղամբը, թողեք գազերը դուրս գան, սա կարևոր է անել ամեն օր, եթե գազերը չթողնել, կաղամբը կարող է դառնալ դառը։ Դուք կզգաք թթվաշ քիչ-քիչ հոտ, սամիթի նոտաներով, հաչելի, ախորժելի, սա առողջության հոտ է։ Երրորդ օրը ջուրը արդեն ամբողջովին պղտոր է, պղպեճակները շատ են, կաղամբը սկսում է գույնը փոխել, դառնում է մի փոքր դեղնավուն, կիսաթափանցիկ, կրկին ծագեք, թողեք գազերը։ Երրորդ-չորրորդ օրը փորձեք, կաղամբը պետք է լինի թեթև թթվաշ, ջրջրուն, հաչելի համով և սամիթի բույրով, եթե համը ձեզ դուր է գալիս, դրեք սառնարան, եթե ավելի թթվաշ եք ուզում, թողեք ևս 1 օր։ Սառնարանում կաղամբը հասունանում է ևս 2-3 օր, դրանից հետո այն ամբողջությամբ պատրաստ է։ Պահպանվում է սառնարանում մինչև 1 ամիս։ Մանանեխը աշխատում է որպես կոնսերվանտ, բայց հավատացեք, այն շատ ավելի շուտ կվերջանա, որովհետև աներևակայելի համեղ է։ Հիմա կարևոր պահը՝ ինչպես օգտագործել։ Սկսեք փոքր քանակից։ Առաջին 3 օրը օրական 1-2 ճաշի գթալ։ Ձեր աղիքները պետք է ընտելանան։ Եթե անմիջապես շատ ուտեք, կարող է լինել փքվածություն կամ լուծ։ Սա նորմալ է։ Բակտերիաները սկսում են աշխատել, բայց ավելի լավ է չշտապել։ 3 օր հետո ավելացրեք չափաբաժինը, հասցրեք օրական 100 գրամի, սա մոտավորապես 5-6 ճաշի գտալ է։ Կարող եք միանգամից ուտել կամ բաժանել 2 ընդունման, ավելի լավ է ուտել հիմնական կերակուրից առաջ կամ միասին։ Եվ անպայման խմեք լուծույթը, մի թափեք։ Լուծույթում բակտերիաները նույնիսկ ավելի շատ են, քան հենց կաղամբում, բացի այդ այնտեղ լուծված են սամիթի և մանանեխի բոլոր օգտակար նյութերը։ Օրական 1-2 ճաշի գթալ լուծույթ և ձեր աղիքները կշնորհակալ են ձեզ։ Մի օրինակ. Սիրանուշ 72 տարեկան եկավ ինձ մոտ փորկապության և փքվածության բողոքներով։ Ասում է. բժիշկ, 10 տարի է առանց թույլ տվող դեղի չեմ կարողանում, ամեն օր 1 հապ, երբեմն 2, օրգանիզմը սովորել է, արդեն գրեթե չի օգնում, և որովայնը ուտելուց հետո, թմբուկի պես, ամոթ է հյուր գնալ։ Հարցրի. թթու կաղամբ ուտում եք, ասում է. իհարկե, ամեն տարի 3 լիտրանոց բանկաներով եմ թթվեցնում։ Ես նրան տվեցի այս բաղադրատոմսը, սամիթով և մանանեխով։ Նա զարմացավ, ես երբեք այդպես չեմ արել, ինչի համար սամիթ, ինչի համար մանանեխ։
բացադրեցի, համոզեցի փորձել։ Նա պատրաստեց մեկ փոքր բանկա փորձի համար։ Մեկ շաբաթ հետո զանգում է. «Չեք հավատա, 3 օր է թույլ տվող չեմ խմել, 3 օր, առաջին անգամ 10 տարվա ընթացքում»։ Եվ փքվածությունը գրեթե անհետացել է, որովայնը փափուկ է, հանգիստ։ Մեկ ամիս հետո նա ամբողջությամբ հրաժարվեց հափերից, ամբողջությամբ, աթոռը ամեն օր, ժամը ստույգ, փքվածությունը անհետացավ։ Եվ գիտեք ինչ ասաց ինձ, ես նույնիսկ 2 կիլոգրամ նիհարեցի, որովայնը սարթվեց, չեմ հիշում երբեի վերջին անգամ այսքան լավ զգում։ Եվ կաղամբը համեղ է իմ սովորականից, այսուհետ միայն այսպես եմ անելու։ Ահա թե ինչ է անում պարզ կաղամբը սամիթով եւ մանանեխով, առանց թանկ հավելումների, առանց հափերի, պարզապես այլ կերպ։ Իդեպ, մեկնաբանություններում գրեք կաղամբ բառը, եթե դուք արդեն տանը թթվեցնում եք, հետաքրքիր է, քանիսն ենք մենք այդպիսի, եւ գրեք ավելացնում եք սամիտ ու մանանեխ, թե հիմա կփորձեք, ինձ իսկապես կարևոր է ձեր կարծիքը։ Այսպիսով, առաջին ապրանքը, թթու կաղամբ, սամիթի սերմերով եւ մանանեխի հատիկներով, գրեցիք, հիշեցիք, բայց սա միայն սկիզբն է, կա ապրանք, որը ավելի արագ է աշխատում։ Երկրորդ ապրանքը ֆերմենտացված բանջարեղեն, մի քանի բանջարեղեն միասին։ Այստեղ աշխատում է ոչ մեկ բանջարեղեն, այլ միանգամից մի քանիսը, նրանք ուժեղացնում են միմյանց, արդյունքը գալիս է 2 անգամ ավելի արագ։ Պատկերացրեք ֆուտբոլային թիմ, մեկ լավ խաղացողը լավ է, բայց երբ 5 լավ խաղացողներ խաղում են միասին, հասկանում են միմյանց, ուժեղացնում միմյանց, նրանք անպարտելի են։ Նույնը բանջարեղենի դեպքում։ Յուրաքանչյուր բանջարեղեն բերում է իր բակտերիաները, իր ֆերմենտները, իր օգտակար նյութերը։ Երբ միասին թթվեցնում ենք, առաջանում է այն, ինչ գիտնականները անվանում են սիներգիա։ 1+1 հավասար է ոչ 2, այլ 5 կամ 10։ Բանջարեղենը մի քանի անգամ ուժեղացնում են միմյանց գործողությունը։ Հիմա կպատմեմ, որ բանջարեղեններն են լավագույնս աշխատում միասին եւ ինչու։ Գազար, բորբոքման արագացուցիչ, պարունակում է շատ բնական շաքարներ, բակտերիաները սիրում են այդ շաքարները, սնվում են դրանցով։ Երբ գազարը ավելացնում եք մյուս բանջարեղեններին, բորբոքումը սկսվում է ավելի արագ եւ ակտիվ, բացի այդ գազարը հարուստ է բետա-կարոտինով, երիտասարդության եւ լավ տեսողության վիտամին A-ի նախորդը, բուլղարական պղպեղ, քաղցր, մսոտ, տարբեր գույների, սա վիտամին C-ի մաքուր տեսակն է։ Պղպեղում վիտամին C-ն ավելի շատ է, քան կիտրոնում, եւ պղպեղը պատրաստի ապրանքին տալիս է անհավանական համ եւ բույր, քաղցրավուն թեթև թթվաշությամբ։ Դուք կուտեք այս բանջարեղենը ինչպես դելիկատես։ Ծաղկակաղամբ։ Ահա իսկական գաղտնիքը։ Ծաղկակաղամբը պարունակում է հատուկ նյութեր, գլյուկոզինոլատներ։ Նրանք ունեն հակաբորբոքային ազդեցություն։ Հիվանդաղիքների համար հենց այն ինչ պետք է։ Բացի այդ, ծաղկակաղամբը կլանում է լուծույթի բոլոր օգտակար բակտերիաները։ Յուրաքանչյուր ծաղկաբույլ դառնում է փոքրիկ պրոբիոտիկների ռումբ։ Երբ այս 3 բանջարեղենը միասին աշխատում են, արդյունքը զարմանալի է։ Բորբոքումը սկսվում է արդեն մի քանի ժամից։ Երկրորդ օրը բանկան պարզապես եռում է ակտիվությունից, իսկ պատրաստի ապրանքը պարունակում է այնքան օգտակար բակտերիա, որ ոչ մի դեղատան պրոբիոտիկ կողքին չի կանգնի։ Բաղադրատոմսը։ Գրեք։ Պետք է։ Գազար։ 2-3 հատ միջին չափի։ Ծաղկակաղամբ։ Կես փոքր կաղամբ։ Բուլղարական պղպեղ։ 1-2 հատ։ Ավելի լավ է տարբեր գույների, գեղեցիկ կլինի։ Ջուր։ 1 լիտր։ Աղ, 1 ծաշի գթալ։ Այո, այս բաղադրատոմսում աղ կա, բայց շատ քիչ, լիտրի վրա 1 գթալ։ Սա նվազագույն քանակություն է, որը չի սպանում բակտերիաներին, բայց օգնում է բանջարեղենին պահպանել ճռճռոցը։ Պատրաստում ենք լուծույթը։ Եռացնում ենք ջուրը, ավելացնում աղը, խառնում, թողնում ամբողջովին սառչի։ Մինչ սառչում է, պատրաստում ենք բանջարեղենը։ Գազարը քերել մեծ քերիչով, կարելի է կորեական գազարի քերիչով, գեղեցիկ է ստացվում։ Պղպեղը մաքրել սերմերից, կտրել շերտերով կամ խորանարտիկներով, ոչ շատ մանր։ Ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի, փոքր, կոկիկ, մեծերը կիսով չափ կտրել։ Դնել բանկայի մեջ շերտերով, հատակին գազար, հետո մի քանի կտոր պղպեղ, հետո ծաղկակաղամբի ծաղկաբույլեր, թեթևակի թափահարել բանկան, որպեսզի ավելի խիտ դասավորվի։ Կրկնել շերտերը մինչև վերև։ Լցնել սառը լուծույթը մինչև վերև, բոլոր բանջարեղենները պետք է լինեն ջրի տակ։ Փակել ոչ խիտ կափարիչով, դնել տաք տեղում, 22-25 գրադուս։ Արդեն մի քանի ժամից ջուրը կսկսի պղտորվել։ Առաջին օրվա վերջում կտեսնեք պղպջակներ, շատ պղպջակներ, բանկան կսկսի թեթևակի շշշալ։ Երկրորդ օրը փայտե շամփուրով ծակել մի քանի տեղերում, գազերը թողնելու համար։ Երկրորդ օրը կարելի է արդեն փորձել, եթե թեթև թթվաշ համ կա, կարելի է դնել սառնարան հասունացման համար, 2-3 օր։ Ինչպես օգտագործել։ Նույնը ինչ կաղամբը, սկսել փոքր քանակից, հասցնել 100 գրամի օրական։ Հիանալի է որպես կողմնակի ուտեստ կամ պարզապես նախուտեստ։ Լուծույթը նույնպես խմել, առավոտյան դատարկ ստամոքսին 1-2 գթալ։ Պատմություն։ 1 հիվանդ, իշխան,
65 տարեկան։ Մշտական մրսածություններ, տարեկան 3-4 անգամ, ամեն անգամ 2 շաբաթով, հակաբիոտիկներով։ Հետո աղիքների խանգարումներ, փակ շրջան։ Ես ասացի, ձեր իմունիտետը թուլացած է, իսկ իմունիտետի 70%-ը աղիքներում է։ Մինչև չբուժենք աղիքները, կշարունակեք հիվանդանալ։ Տվեցի այս ֆերմենտացված բանջարեղենի բաղադրատոմսը։ Նա սկզբում թերահավատորեն էր վերաբերվում։ Ինչ բանջարեղեն, բժիշկ, ինձ ինչ-որ լուրջ բան պետք է։ Համոզեցի, սկսեց ուտել։ Առաջինը առանց ոգևորության, հետո համտեսեց, կինն էլ սկսեց ուտել։ 1 տարի անց, գիտեք քանի անգամ հիվանդացավ։ Միայն 1 անգամ։ Թեթև մրսածություն առանց ջերմության, անցավ 4 օրում առանց հակաբիոտիկների։ Ասաց չէի հավատում, մտածում էի բանջարեղեն, ինչ կարող են անել, բայց կարող են, էլ ինչպես։ Երրորդ ապրանքը, ամենահզորը իմ բժշկի փրկիչը։ Վարդագույն բանջարեղեն, թթու աղամբ, ջաքնդեղով եւ խնձորով։ Նա այն անվանում էր վարդագույն բանջարեղեն, որովհետև պատրաստի տեսքը վարդագույն է, ինչպես մայրամուտ։ Ինչու է այսքան հզոր։ Ջաքնդեղը բնական դեղ է, պարունակում է բետալայններ, հզոր հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են բորբոքման դեմ, նաև նիտրատներ, որոնք ընդլայնում են անոթները եւ իջեցնում ճնշումը։ Հետազոտությունները ցույց են տալիս 10-15 միավոր իջեցում, ինչպես լավ հապ, բայց առանց կողմնակի ազդեցությունների։ Խնձորը պեկտին, տոքսինների բնական սպունգ, օրգանական թթուներ, լյարդին եւ ճարպերի մարսմանը օգնելու համար։ Կաղամբը հիմքը, ճռճռոցը եւ վիտամինները։ Միասին աշխատում են աղիքների, լյարդի, անոթների եւ ճնշման վրա միաժամանակ։ Բաղադրատոմսը։ Կաղամբ, կես կաղամբ, խոշոր կտորներով։ Ջաքնդեղ, 1 մեծ, բարակ ծողիկներով։ Խնձոր, 1-2 հատ, դալիքներով։ Սխտոր, 3-4 պեճեղ ամբողջությամբ։ Լուծույթ, 1 լիտր ջուր, պլյուս 1 ճաշի գթալ աղ։ Դասավորել շերտերով, ջաքնդեղ, կաղամբ, խնձոր, սխտոր։ Լցնել սառը ձույթով, ծածկել շղարշով, դնել տաք տեղում 4-5 օր, չմոռանալ ամեն օր ծակել գազերը թողնելու համար։ Հետո սառնարանում 3-4 օր։ Պատրաստի տեսքը՝ գեղեցիկ վարդագույն կաղամբ, ռուբինային ջաքնդեղ, ոսկեգույն խնձոր։ Օգտագործել, սկսել 1 գթալից, հասցնել 100 գրամի օրական։ Լուծույթը նույնպես խմել, նվազագույնը 1 ամիս, ավելի լավ մշտապես։ Նա արդեն 2 տարի է ամեն օր ուտում է, ասում է մոռացել եմ թե ինչ է ստամոքսի ցավը, մոռացել եմ դեղատանի ճանապարհը։ Եսրագացություն։ Այսօր դուք ծանոթացաք 3 թթու ապրանքների հետ, որոնք կարող են փոխել ձեր կյանքը։ Գլխավոր կանոնը 100 գրամ օրական, 5-6 ճաշի գթալ, 1 րոպե ժամանակ։ 1 ամսից հետո ձեր աղիքները չեք ճանաչի։ Կարևոր նախազգուշացումներ։ Խոցի սուրբ հուլում սպասեք ռեմիսիային։ Երիկամների հետ խնդիրների դեպքում զգուշորեն ջաքնդեղի հետ։ Արյունը նոսրացնող դեղեր ընդունողները խորհրդակցեն բժշկի հետ։ Սկսել աստիճանաբար 1-2 գտալից։ Բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգը։ Գրեք մեկնաբանություններում, շնորհակալություն բժիշկ, եթե օգտակար էր։ Դուք արժանի եք առողջության, առանց ամեն առավոտ դեղահապերի բուռ խմելու։ Մի հետաձգեք։ Գնեք կաղամբ, ջաքնդեղ, գազար։ Պատրաստեք թեկուզ 1 բանկա։ Հետո գրեք ինձ։ Ես կարծում եմ յուրաքանչյուր մեկնաբանություն։ Հոգ տարեք ձեր մասին։